Վրաստանի նախագահը մեկնել է Շվեյցարիա։ Միխեիլ Ղավելաշվիլին Ժնևում ելույթ կունենա ՄԱԿ-ի արհեստական բանականության կառավարման մասին մեկնարկային գլոբալ երկխոսության ժամանակ։ Գլոբալ երկխոսության նպատակն է ՄԱԿ-ի անդամ երկրների միջև միջազգային համագործակցության շուրջ քննարկումների անցկացումը, փորձի փոխանակումը եւ արհեստական բանականության թեմայով բաց ու ներառական քննարկումների կազմակերպումը։ Այսօր Վրաստանի նախագահը կհանդիպի նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Հաագայում շարունակվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, դրան մասնակցում է Վրաստանի պատվիրակությունը։ Այսօր աշխատանքները հիմնականում կշարունակվեն հանձնաժողովային ձևաչափով։ Հանձնաժողովի նիստին կմասնակցի ժողովրդի ուժ կուսակցության անդամ Էկա Սեփաշվիլին։ Նիստը նվիրված կլինի մարդու իրավունքներին, ժողովրդավարության զարգացմանը եւ հումանիտար հարցերին։ Էկա Սեփաշվիլին կխոսի Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների խախտումների մասին։ ԱՄՆ-ի փոխնախագահը գտնում է, որ Ռուսաստանի հարձակողական հնարավորությունները գրեթե զրոյական են։ Ջեյդի Վենսի հայտարարությամբ այսօր Ռուսաստանն այնպիսի իրավիճակում է, որ հարձակողական գործողությունների արդյունքում մարտի դաշտում գրեթե ոչինչ չի կարողանում հասնել։ Մինչդեռ Ուկրաինայի հաջողությունները նպաստում են այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք անհրաժեշտ են պատերազմի ավարտի համար։ Ջեյդի Վենսի խոսքով Թրամփի վարչակազմը հակված է այն գաղափարին, որ ուկրաինացիները բանակցություններին զուգահեռ պետք է առավելագույն ուշադրություն դարձնեն պաշտպանությանը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ըստ Վենսի երկիրը չափազանց բարձր գին է վճարում իր կողմից գրաված յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի համար։ Նրա խոսքով դա մասամբ պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն խրախուսել են Ուկրաինային ավելի շատ կենտրոնանալ պաշտպանության վրա, ինչը արդյունավետ է եղել։ Լեհաստանի պաշտպանության նախարարը կարգադրել է հրապարակել 2022-ից 2026 թվականներին Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության մասին տեղեկությունները։ Վլադիսլավ Կոսինյակ Կամիշի խոսքով ռազմական տեխնիկայի մատակարարման գործընթացը սկսվել է օրենք եւ արդարություն կուսակցության կառավարության օրոք Մարիուշ Բլաշչակի ղեկավարությամբ։ Նրա խոսքով նման յուրաքանչյուր օգնության մասին տեղեկացված էին ինչպես երկրի այն ժամանակվա, այնպես էլ ներկայիս նախագահները։ Այս հայտարարությունն արվել է ի պատասխան ընդդիմության մեղադրանքների, ըստ որոնց կառավարությունը գաղտնի Ուկրաինային էր փոխանցել Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռներ։ Վրաստանի բասկետբոլի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին կեսն ավարտել է Իսպանիայի նկատմամբ 91-89 հաշվով հաղթանակով։ Ալեքսանդր Ջիկիչի թիմն ուղղել է 21 միավորի տարբերությունը։ Հիմնական ժամանակն ավարտվել է 83-83 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում վրացի բասկետբոլիստները հաղթանակ են տարել Ռիդի վերջին վայրկյաններին խփած երկմիավորանոց նետման շնորհիվ։ Հավաքականի ավագ Թորնիկե Շենգելյան վաստակել է 37 միավոր, իսկ Ռիդը թիմին ավելացրել է եւս 32 միավոր։ Ընտրական փուլի երկրորդ կեսը կմեկնարկի օգոստոսին։ Վրաստանի սպորտի նախարարի տեղակալ Իրակլի Դոլաբերիձեն Ղվարելիում մասնակցել է վետերան ըմբիշ վրացական ազգային ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Թամաս Կոնճոշվիլիի անվան մրցաշարին եւ պարգեւատրվել 70 կիլոգրամ քաշային կարգի հաղթողներին։ Հաղթողները որոշվել են 70, 80 եւ բացարձակ քաշային կարգերում։ Նրանց հանձնվել են դրամական պարգևներ։